Բարի օր, Ազատությունում է ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք։ Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք արցախցիների վերադարձը հիմա իրատեսական չէ, ուրեմն ճիշտ չէ արտգործնախարարությունը, որ ասում է դա հայ-ադրբեջանական բանակցային նյութ չէ։ Տեսեք, արտգործնախարարության այդ հայտարարությունը կամ պատասխանը ազատության հարցմանը խնդրահարույց է այլ պատճառներով, այսինքն ըստ էության կարող էի նույնը ասել, որ այս փուլում իրատեսական չէ հարցը քննարկել հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց այն փաստարկները, որոնք բերվել են խնդրահարույցն եւ մեծ հաշվով ունեն ներքաղաքական բնույթ, այսինքն հայտարարությունը այն մասին, որ Ստեփանակերտն է հրաժարվել մասնակցել այդ բանակցություններին, հայտարարությունը այն մասին, որ ինչ-որ հրամանագիր է ստորագրվել եւ դրա պատճառով հարց չկա օրակարգում, շատ անլուրջ հայտարարություններ են եւ մեծ հաշվով պատասխանատվություն դնում են հենց Ղարաբաղյան կողմի վրա այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել 23 թվականի սեպտեմբերին։ Այս ամենը կարելի է ավելի դիվանագիտական լեզվով, ավելի փաստարկված պատասխանել ու այսպիսի խնդիրներ, այսպիսի իրարանցում Հայաստանում չէր լինի։ Այդպես չէ, Ղարաբաղի հրամանագիր չի ստորագրվել լուծարման։ Դե տեսեք, այդ իրավիճակում պարզ է, որ հրամանագիրը չի ամենակարևորը, այսինքն երբ ադրբեջանական զորքերը մտնում են Ստեփանակերտ, կարծում եմ որևէ կառավարություն էլ ստիպված կլիներ այդ հրամանագիրը ստորագրել, դա առաջինը։ Երկրորդը պարզ է, որ որևէ անհատ չունի այդպիսի լիազորություն պետություն լուծարել։ Եվ երրորդ հանգամանքը այստեղ այն է, որ պատճառը հրամանագիրը չէ, պատճառը այն է, որ չկա հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղ։ Հիմա ասենք թե չկա այդ հրամանագիրը, բայց ունենք նույն իրավիճակը։ Հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը։ Ես չեմ կարծում, թե Երևանը կշարունակեր պնդել ինչ-որ իրավունքների կամ անվտանգության հարցի Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Եվ իրականում, եթե այս ողջ գործընթացին նայում ենք, այս հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգից դուրս է եկել դեռևս 2022 թվականի վերջին, երբ ի հայտ եկավ այդ ուղիղ բանակցությունների գաղափարը, որ Ադրբեջանը մեծ հաշվով չէր ընդունում այն պատկերացումներով, որը ուներ Երևանը։ Ուստի այստեղ գործ ունենք ամբողջական մանիպուլյացիայի հետ, որը կրկնում եմ ներքաղաքական բնույթ ունի եւ սա իհարկե շատ վատ զարգացում է, որ արտգործնախարարությունը ներքաշում են ներքաղաքական ինչ-որ նարատիվների պատերազմի դաշտ։ Բայց մանիպուլատիվ է, որ ասում եմ մենք պայքարում էինք ձեր իրավունքների համար միջազգային մեխանիզմով նույնիսկ իսկ դուք համահունչ չէիք գործում Երևանի հետ մերժում էիք։ Տեսեք, էլի մի քիչ հետ գնանք, երբ սեպտեմբերյան էսկալացիայից հետո Երևանը ստիպված էր մեծ հաշվով Ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրները դուրս անել կամ համաձայնել դուրս անել խաղաղության պայմանագրի տեքստից, ամերիկյան կողմը առաջարկեց այդ ձևաչափը, ուղիղ երկխոսության ձևաչափը, այլ փաստաթուղթը հիշում եք նաև հայտնվել էր մամուլում Գրիգորյան, Հաջիև Սալիվան հանդիպումից հետո ստորագրված, այնտեղ եթե ընթերցեք այդ փաստաթուղթը որևէ խոսք չկա իրական մեխանիզմների մասին, որոնք կարող են ապահովել հայերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն մինչ այդ Երևանը այդ հարցը արդեն հասցրել էր էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդրի։ Այսինքն մեծ հաշվով այդ բանակցություններում կքննարկվեր այն հարցը, թե արդյոք հայ բնակչությունը, որը ենթադրաբար պիտի մնար Լեռնային Ղարաբաղում, կարողանալու է խոսի հայերեն, թե չէ, կարողանալու է հայերենը օգտագործել իր առօրյական կյանքում եւ նմանատիպ այլ հարցեր, որովհետեւ իրական անվտանգային երաշխիքների մասին այնտեղ խոսք չկար եւ չէր կարող լինել։ Ես վերջին օրերին այս օրինակն եմ բերում, Բաքուն ստիպում է հիմա Հայաստանին դուրս բերելի սուվերեն տարածքից, միջազգայինորեն ճանաչված տարածքից Եվրոպական միության օրինակ դիտորդական առաքելությունը։ Հիմա կարող ենք պատկերացնել մի իրավիճակ, երբ Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցություններում համաձայնում է օրինակ ինչ-որ միջազգային երաշխիքների կամ անվտանգային այլ երաշխիքների, պարզ է, չէ՞ որ սա անհնար սցենար է։ Եվ առանց այդ երաշխիքների, պարզ է, որ նաև հայ բնակչությունը այնտեղ չէր մնա։ Եվ սեպտեմբերը 23 թվականին դա ցույց տվեց։ Հիմա վերադառնալով այդ հանդիպումներին, կարծում եմ արդեն բազմիցս խոսվել է այդ մասը, ես էլ եմ խոսել, այլ գործընկերներ են խոսել, այստեղ եւս խեղաթյուրում կա։ Այո, Սոֆիայի հանդիպումը հետաձգվել է ռուսական կողմի ակտիվ միջամտության արդյունքում, գիտենք բոլորս այդ ՌԻԱ Նովոստի հոդվածի մասին, Մարիա Զախարովի հայտարարության մասին, բայց դեմ էին իրենք եւ Ղարաբաղցիների վրա ազդեցություն են բայց բանակցությունները այդ պահին կանգ չեն առել։ Եթե բանակցությունները կանգ առնեին, եթե Ստեփանակերտը միանշանակորեն հրաժարվեր մասնակցել այդ տիպի հանդիպումներին, Բրատիսլավայի շուրջ համաձայնություն ձեռք չէր բերվի։ Իսկ Բրատիսլավայի վերաբերյալ Ղարաբաղյան կողմը իր համաձայնությունը տվել է, ավելին ասեմ, որ արտգործնախարարության
բարձրաստիճան պաշտոնյաների համար ավիատոմս էր գնվել, որպեսզի նրանք գնան եւ մասնակցեն Բրատիսլավայում։ Եվ ինչ է արել Ադրբեջանը այդ համաձայնության հետ, ինչը եւս կարևոր ցուցիչ է, թե ինչպես մենք պետք է դիտարկենք այդ հանդիպումները։ Նա վերցրել է ամերիկյան այդ առաջարկը, Ղարաբաղյան կողմի համաձայնությունը եւ վաճառել ռուսական կողմին։ Գնացել է ռուսական կողմի մոտ եւ ասել, որ տեսեք, ամերիկացիները այսպիսի բան են առաջարկում, ղարաբաղցիների կողմ են, դուք ինչ եք առաջարկում։ Ռուսները համաձայնել են Ադրբեջանի այն դիրքորոշման հետ, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի տարածքում եւ մասնավորապես Եվլախում, եւ դրանից հետո արդեն ադրբեջանական կողմը վերադարձել է ամերիկյան կողմի մոտ եւ ասել, այ ունենք այսպիսի առաջարկ ռուսների կողմից։ Ու ամերիկյան կողմը եւս ինչ որ պահի սկսել էր նաեւ դրա վրա պնդել։ Ուզում եմ ասեմ, շատ ուռճացված են այդ բանակցությունների դերը, մենք ինչպես արդեն նշեցի, չկա որևէ հնարավորություն, որ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներից բացի ինչ որ այլ հարց կքննարկվեր, այսպես կոչված ինտեգրացիայից բացի ինչ որ այլ հարց կքննարկվեր, եւ նաեւ Բրատիսլավայի հանդիպման հետ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կարծես թե այդքան էլ հակված էլ չէր գնալ եւ այլ երկրի տարածքում հանդիպման մասնակցել Ղարաբաղյան կողմի հետ։ Եթե այն ժամանակ դա հնարավոր չէր, ուրեմն հիմա առավել եւս հնարավոր չէ, հետո ինչ որ լավ է հնչում, բայց ինչ է տալու բանակցություններին, բացի նոր խնդիրներից, որ դնում են անդադար։ Դե սա գիտեք, իրականության հետ կապ չունեցող թեմա է, բարձր որ այս հարցը չի մտնելու բանակցությունների օրակարգ, բանակցային օրակարգը։ Մեծ հաշվով Ադրբեջանը չէր համաձայնում այս հարցը մտցնել օրակարգ, եւ Լեռնային Ղարաբաղում դեռևս կար հայ բնակչություն եւ դեռևս ռուս-ուկրաինական պատերազմը նոր էր սկսվել, եթե հիշենք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, երբ Ադրբեջանը հրապարակեց այդ 5 սկզբունքները, հայկական կողմը արձագանքեց, որ համաձայն ենք այդ սկզբունքների հետ, բայց Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցը եւս պետք է ներառվի փաթեթի մեջ։ Խոսքը գնում է 2022 թվականի ապրիլի մասին եւ դրանից հետո Ադրբեջանը ընդհանրապես չէր քննարկում ոչ մի հարց Հայաստանի հետ այս թեմայով եւ Ադրբեջանի դիրքորոշումը այն էր, որ սա մեր ներքին խնդիրն է, այսինքն եթե այն ժամանակ անհնար էր դա անել, բարձր որ հիմա էլ չի հնարավոր եւ այդ առումով ես այստեղ քննարկելու թեմա էլ չեմ տեսնում։ Կամ օրինակ արցախցիներն ասում են հավաքական իրավունքի մի ինչ որ թղթապանակ կազմեք, վաղը միսօր գուցե հնարավորություն լինի, դա պետք է, բայց պարոն Գրիգորյան, մենք Թուրքիայի դեպքում ունենք մի այդպիսի թղթածրար 100 տարի է, դա ինչ է, հակառակը մենք ենք հիմա խնդրում, որ սահմանը բացվի։ Հա, ցավոք սրտի այս ողջ գործընթացները կարելի է նմանեցնել հենց ցեղասպանությունից հետո տեղի ունեցած գործընթացների հետ, երբ ստեղծում են տարբեր հանձնաժողովներ, երբ այս հարցը բարձրացնում են, բայց բոլորի համար ակնհայտ է, որ այս հարցը դիվանագիտական, քաղաքական ինչ որ գործիքակազմով հնարավոր չի լուծել։ Աշխարհում չկա որևէ խաղացող, որը առաջինը ունի այդ քաղաքական շահը եւ երկրորդը այդ քաղաքական լծակները Ադրբեջանին ստիպել թեկուզ ինչ որ պայմաններ ստեղծել հայ բնակչության վերադարձի համար։ Ուստի այս փուլում ես որևէ, այսինքն վտանգավոր բան չեմ տեսնում, երբ մարդիկ խոսում են այդ մասին։ Հիմա ամեն մեկը իրավունք ունի ինչ որ օրակարգի առաջ տանել, բայց պետք է հասկանալ, որ այո, սա քիչ իրատեսական, ավելի շատ ինչ որ տեսական սցենարների մասին ենք խոսում, Ղարաբաղի վերադարձը կամ հայերի վերադարձը Ղարաբաղ, Արցախ այդպիսի մեխանիզմներով իրատեսական չի։ Ուրեմն ճիշտ են իշխանությունները, որ այս հանրահավաքները ընտրություններին ընդառաջ դժգոհությունը քվե վերածելու համար են, որովհետև այդ հարթակից ասում են Արցախը մեզ է սպասում, պահանջում են իշխանություններից ամրագրել վերադարձի իրավունքը բանակցություններին եւ այլն։ Տեսեք, այս գործընթացին հետևող որևէ բանական մարդու պարզ է, որ այս հանրահավաքի հիմնական պատճառը եւ առիթը սոցիալական աջակցության այդ կրճատումն է։ Արցախցի փախստականները այդ որոշումից հետո հայտնվելու են ծանրագույն իրավիճակում։ Եվ մեծ հաշվով հանրահավաքի այս շարժման հիմնական ուղերձը հենց դա է։ Պարզ է, որ մարդիկ երևի մի քիչ անհարմար են զգում միայն սոցիալական հարցերով դուրս գալ հանրահավաքի եւ այս օրակարգ ներառվել են նաեւ այլ հարցեր, որոնք ավելի տեսական բնույթ ունեն։ Ես ինչպես արդեն նշեցի, որևէ մեկը դրանից չի տուժում, որ արցախցիները դուրս են գալիս ու հավաքական վերադարձի իրավունքի մասին են խոսում։ Պարզ է, որ նույնիսկ եթե հիմա ինչ որ հայտարարություն են արմեն պաշտոնական մակարդակում այդ հավաքական վերադարձ ավելի իրատեսական չի դառնալ, բայց հիմնական խնդիրը սոցիալական աջակցության խնդիրն է։ Եվ այդ խնդիրը մի կողմ են թողել, սկսել են զբաղվել ինչ որ մանիպուլյացիաներով, մարդկանց թիրախավորմամբ, ապատեղեկատվության, ատելության խոսքի հսկայական հիմա մի արշավ է սկսել փախստականների դեմ եւ այս ամենը ոչ միայն
խրախուսվում է իշխանությունների կողմից, այլ նաև իրականացվում է իշխանությունների կողմից, երբ վարչապետի աշխատակազմի տեղակալն է զբաղվում դրանով, երբ իշխանական падգամավոր Արսեն Թորոսյանն է զբաղվում, երբ ԿՊ-ական վերահսկողության տակ գտնվող Civic-AM լրատվամիջոցն է ամենօրյա ռեժիմով ատելության խոսք տարածում, Media News-ը, որը եւս գտնում է իշխանությունների ազդեցության ներքո, ու սա պարզապես խայտառակ ինչ-որ գործընթաց է, երբ առանց այդ էլ դժվար վիճակում գտնվող մարդկանց հիմա դարձնում են նաեւ ատելության խոսքի թիրախ։ Չէ, օրինակ Արսեն Թորոսյանը, որին դուք կոչեցիք, ասում է, որ նրանք ինչ արել են Ղարաբաղում, այդ կործանարար քաղաքականությունը հիմա բերում են Հայաստան, մարդկանց սին հույսեր տալով, ինչ-ինչ բաներ են բորբոքում։ Տեսեք, Արսեն Թորոսյանը իր այդ գրառումը սկսում է նրանով, որ հայ ժողովուրդը Ղարաբաղի համար արել ամեն ինչ եւ նայել որևէ բան։ Եվ այդ նույն գրառման մեջ ակնարկում է, որ արցախցիները, արցախցի փախստականները շնորհակալ չեն այդ ամենի համար։ Նախ սկսենք նրանից, որ այդ բաժանումը հայ ժողովրդի եւ արցախցիների միջև ինքնին անբարոյական է, որովհետեւ այս 30 տարվա պայքարի մեջ բոլորն էլ ներգրաված են եղել եւ բոլորն էլ հայ ժողովրդի մաս են եղել։ Երկրորդը, եթե նայում ենք այդ հանրահավաքին, կտեսնենք, որ առնվազն 5 անգամ տարբեր ելույթ ունեցողներ շնորհակալություն են հայտնել այն ընդունելության համար, որը ստացել են Հայաստանում։ Ավելին, հստակ արձանագրվել է, որ այդ հանրահավաքը որևէ ներքաղաքական օրակարգ չունի։ Եթե նայենք նաև թե ովքեր են ելույթ ունեցել այդ հանրահավաքի հարթակից, կտեսնենք, որ քաղաքական օրակարգ չունեցող մարդիկ են եղել։ Եվ Արսեն Թորոսյանը նմանատիպ գրառումներով, ինչպես նաև ընդհանրացնելով, լղոզելով այդ կապը տարբեր դերակատարների եւ ժողովրդի միջև, ուղղակի թիրախ է դարձնում մարդկանց, ինչը ես ինչպես արդեն նշեցի, անբարոյականություն է։ Չէ, խնդիրն այն է, որ ելի եմ ասում, այդ մարդկանց այդ սին հույսերը տալով նրանց չեն կենտրոնացնում Հայաստանում կյանքը կառուցելու վրա, այլ ասում են սպասեք, շուտով իշխանափոխություն կլինի, դուք կգնաք Ղարաբաղ։ Ես կարծում եմ, սրանք չափազանցեցված ինչ որ մեղադրանքներ են, մարդիկ, որոնք դուրս են եկել այդ հրապարակ, որևէ կապ չունեն մեծամասնությունը, ոչ կապ ունի այդ ուժերի հետ, ոչ էլ ընդհանրապես հետևում է այդ քաղաքական տարբեր զարգացումներին, մարդիկ հայտնվել են օրհասական վիճակում։ Վերջերս հրապարակվել են տվյալները 20,000 արցախցիներից, ովքեր կարողացել են աշխատանք գտնել Հայաստանում բռնի տեղահանումից հետո, այդ 20,000-ից կեսը ստանում է 120,000-ից քիչ աշխատավարձ։ Հիմա պատկերացրեք, որ դուք կորցրել եք ամեն ինչ, հայտնվել եք մի նոր միջավայրում եւ ունեք օրինակ պրիմիտիվ բնակվարձի խնդրի լուծման հարց։ Գույքի հագուստի ամեն ինչ։ Եվ ստանում եք 120,000 աշխատավարձ։ Հնարավոր է այդպիսի եկամուտներով գոնե այդ մինիմալ պայմանները ապահովել։ Հիմա իշխանական ուժը, որպեսզի փոխարեն այս խնդիրները փորձի հասցեագրի լուծումներ տալ, մտել է այս քարոզչության, ատելության խոսքի տարածման դաշտ եւ կարծում եմ հենց իշխանությունների կողմից է առաջին հերթին այս քաղաքական կոմպոնենտը բերում եւ մտցնում էջը։ Փորձում ներկայացնել փորձ են անում մարդկանց ներկայացնել որպես ինչ որ վտանգ Հայաստանի ժողովրդավարությանը, Հայաստանի ինքնիշխանությունը, ու սա միակ խնդիրը չէ, որտեղ այս գործիքակազմը կիրառվում է։ Մենք հիշում ենք տարբեր բողոքի ակցիաների ժամանակ նույն բառապաշարը, նույն գործիքակազմը օգտագործում է վերջերս Զանգեզուրի Պոլիտզամոլեդենական գործարանի աշխատակիցների, աշխատողների այդ ցույցերի գործադուլի ժամանակ նույն նարատիվներն էին օգտագործում, որ ինչ որ արտաքին ուժերի ազդեցության տակ են իրականացնում եւ այլն, սա չափազանց անլուրջ է։ Անլուրջ է նաև այն, որ այդ հանրահավաքները եւ պահանջները խաղաղության գործընթացին են վնասում, դա էլ է ասվում։ Դե ես արդեն նշեցի, որ հիմնական պահանջը սոցիալական պահանջն է։ Մարդիկ, որ ներառել են այս հարցերը օրակարգի մեջ, բացատրեցի ինչու են ներառել, որովհետեւ ես կարծում եմ, որ երևի անհարմար են զգում միայն սոցիալական հարցով դուրս գալ փողոց։ Հիմա այդ պահանջները հնչեցնելուց բարձր որ խաղաղության գործընթացը որևէ տեղ չի գնալու, այսինքն դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու խաղաղության գործընթացի վրա։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդրին, սոցիալական խնդրին որևէ լուծում տրվի, այս շարժումը պարզապես այլևս գոյություն չի ունենալու, մարելու է, որովհետև դա է հիմնական պահանջը։ Հա, իդեպ առանց այդ հանրահավաքների էլ խաղաղության գործընթացը կարծես որևէ տեղ չի։ Դե վստահաբար, այսինքն ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանի նույնիսկ վերջին բոլոր պահանջները կատարել ենք եւ մեկ ամիս է անցել։ Մեկ ամիս է անցել, Ալիևի երեկվա ելույթը կարծում եմ շատերն են լսել, երբ արդեն նաեւ հստակ սպառնալիք կա, երբ անգծվում է, որ խաղաղության պայմանագրի բացակայությունը չի բացառում պատերազմի հնարավորությունը։ Այս ամենի պարագայում ինչ որ խմբեր գտնել եւ թիրախավորել այլ խմբերին պատասխանատվությունը դնել
այդ խմբերի վրա այդքան էլ երևի խելամիտ չի։ Պարոն Գրիգորյան, սահմանային կրակոցները ինչով եք բացատրում։ Դե մենք տեսնում ենք, որ վերջին ամիսների ընթացքում այո, Ադրբեջանը փորձում է ինչ-որ տեղեկատվական ֆոն պատրաստել հնարավոր էսկալացիաների համար։ Ես չեմ կարող պնդել, արդյոք իրականում պատրաստում են էսկալացիայի գնալ, թե պարզապես օգտագործում են այդ վտանգը Հայաստանի վրա հավելյալ ճնշում գործադրելու, բայց ինքնին այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է, այդ ամենը ողջունվել է բոլորի կողմից, բայց Ադրբեջանը շարունակում է այս գործելավոճը շատ խոսուն է եւ ցույց է տալիս, որ մեծ հաշվով մենք դեռևս շատ հեռու ենք թեկուզ այդ փաստաթուղթը ստորագրելուց։ Դուք կարծում եք նաև Միացյալ Նահանգներ Իրանն այս լարվածությունը հաշվի առնելով Ադրբեջանը ինչ-որ հարմար պահի է սպասում Միջանցքի հարցը լուծելու համար։ Ադրբեջանը վստահաբար փորձում է խաղալ նոր վարչակազմի ավելի հակաիրանական տրամադրված լինելու վրա։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում նրանք ջանքեր են գործադրում ներկայացնել իրենց որպես ինչ-որ հակաիրանական բաստիոն տարածաշրջանում, Իսրայելի միջոցով ակտիվ աշխատանք են տանում եւ փորձում են խոսում են օրինակ ինչ-որ եռակողմ դաշինքի ստեղծման մասին, վստահաբար, եթե Իրանի նկատմամբ ինչ-որ լուրջ գործողություն իրականացվի, դա լուրջ անվտանգային մարտահրավեր է լինելու նաև Հայաստանի համար, բայց նաև շատ բան կախված է լինելու այդ գործողության բնույթից, եթե խոսքը գնա ինչ-որ հրթիռային հարվածների մասին, որոնք նախկինում եւս եղել են, չեմ կարծում, թե դա ինչ-որ բան փոխելու է, իսկ լայնածավալ պատերազմի հավանականություն չգիտեմ ինչքան կարելի է գնահատել այս փուլում։ Նաև ներքաղաքական զարգացումների մասին արդյոք չափազանցված չէ, որ ՀՀ Գյումրին ցույց տվեց 2026-ին այս իշխանությունը գնալու է, այլևս հեղինակություն չունեն, որովհետև 36%-ը առաջին տեղն է, զգալի առաջ է մյուս տեխնացուներից եւ շատ ժողովրդավարական երկրներն վաղուց արդեն 50+ հավաքող ուժեր չկան։ Դե հա, ընդհանուր առմամբ պարզ է, որ տեղական ինքնակառավարման մակարդակում ավելի շատ լոկալ ինչ-որ դինամիկայի հետ գործ ենք ունենում, տարբեր կլանների, տարբեր ինչ-որ շահերի խմբերի ազդեցությունը ընտրությունների վրա։ Ես կարծում եմ, եթե ունենանք այս պատկերը 2026 թվականի դրությամբ, եթե ոչինչ չփոխվի, իշխանությունները, իշխող ուժը այնուամենայնիվ կկարողանա հաղթանակի հասնել, որովհետև այս իրավիճակը ձեռնտու է առաջին հերթին հենց ՔՊ-ին, երբ այլընտրանքը հենց այդ նախկիններից բաղկացած ընդդիմությունն է, այդ առումով իհարկե Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար ամենաառանցքային խնդիրներից մեկը այս երկու ուժերին ինչ որ այլընտրանք ձևավորումն է եւ այդ այլընտրանքը պետք է լինի պրոժողովրդավարական, այսինքն հակաժողովրդավարական այլընտրանքը եւս շանս չունի։ Ընդհանուր առմամբ պարզ է նաեւ, բայց որ իշխող ուժի վարկանիշը այնուամենայնիվ ընկնում է, վերջին շրջանում տեսնում ենք, որ բազմաթիվ ոչ պոպուլար որոշումներ են կայացվում, հարկային օրենսգրքի հետ կապված, այլ խնդիրների հետ կապված, այսինքն արդեն ուղղակիորեն մտնում են հասարակ մարդկանց կյանքը, սա եւս կարող է վերջնական արդյունքի վրա ազդեցություն ունենալ, բայց այս պահին ես լուրջ այլընտրանք իշխող ուժին 26 թվականի մասին եթե խոսում ենք չեմ տեսնում։ Եթե կարողանան այնուամենայնիվ Սարիկ Մինասյանին թեկուզ երկրորդ փուլով անցկացնել կամ ընդդիմադիրներից ոմանց փոքեն, դա ինչ-որ շատ արտառոց բան է, նա առաջին տեղում է վերջո զգալի մեծամասնությամբ առավելությամբ։ Դե տեսեք, ես մի լավ ընկեր ունեմ, ով Հայաստանում տեղական մակարդակում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ շատ հետաքրքիր ձևակերպում է գտել։ Նա ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունները կեղծում էր ընտրությունների օրը, Սերժ Սարգսյանը մինչև ընտրությունները ընտրակաշառք էր բաժանում, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրություններից հետո, երբ ընտրությունների արդյունքները առկա են, եւ դրանից հետո օգտագործելով ադմինիստրատիվ տարբեր լծակներ, այլ տեսակի լծակներ կարողանում են հասնել իշխանության։ Նմանատիպ դրվագներ մենք ունեցել ենք Հայաստանի բազմաթիվ համայնքներում, կարող ենք թվարկել եւ Գյումրիում եւս ես չեմ ուզում խորանալ այս հարցում, որովհետեւ ոչ Գյումրին լավ գիտեմ, ոչ էլ տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետ եմ, բայց չեմ կարող բացառել, որ տարբեր իրավիճակներում այդ գործիքակազմը կարող է կիրառվել, ինչը Հայաստանի այս նոր իրողությունների մասն է։ Պարոն Գրիգորյան, բայց վերջին հաշվով միևնույն է, արդյոք դա հայաստանցիների կամ ընտրությունը չի արտահայտում, որովհետև քվեարկությունը մրցակցային է, նախապես մարդիկ չգիտեին ով է հաղթելու, կեղծիքների մասին պես աղաղակող ահազանգեր չկային, այո, վարչական ռեսուրս, ընդդիմությունն էլ իր ռեսուրսն է օգտագործել։
Տեսեք, եթե խոսքը գնում է այն մասին, որ ԿՊ-ն ինչ որ լծակներ օգտագործելով կարող է գալ իշխանության, ոչ, դա չի արտահայտում հայաստանցիների կամ գյումրեցիների կամքը, որովհետև գյումրեցիների մեծամասնությունը այնուամենայնիվ չի ընտրել ԿՊ-ին եւ ԿՊ-ն ունի մեծամասնություն, բացարձակ մեծամասնություն։ Ավելին, եթե հերթական անգամ ինչ որ արդեն իրավապահ մարմինները օգտագործեն արդյունքների վրա ազդելու համար, ասենք գնան Վարդան Ղուկասյանի հետևից։ Ինչպես Վանաձորում արեցին։ Հիմա Վանաձորում արկա իրավիճակը արտահայտում է վանաձորցիների կամքը, ես կարծում եմ չի արտահայտում եւ իշխանությունը իհարկե արդեն տվյալ պարագայում օգտագործում է այսինքն դրողական արդարադատությունը իր քաղաքական նպատակների հասնելու համար, այսինքն եթե այդ քրեական գործերը հարուցվեին ընտրությունների հետ չկապված իրավիճակներում, այն մասին այդ դեպքում կարող ենք քննարկել արդյոք դրանք իրավաչափ են, օրինաչափ են, թե ոչ, բայց երբ մարդը ընտրություններում հաղթում է եւ դրանից հետո հայտնում է բանտում, այստեղ պարզ է որ կա քաղաքական հետապնդման նաեւ բաղադրիչ։ Կրկին շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Մենք զրուցում էինք ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանի հետ։